Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բացառական դատարան մենք գտնում ենք, որ առաջին ացան դատարանի դատական ակտում թույլ են տվել բազմաթիվ դատարաններ, երրորդինքով դատական ակտին ընդհանրական իսկ միգրացիա սրբազանի եւ դատարան։ Սա օրինակ բացառիկ բողոքներից է, որ այսքան շատ են խախտում եւ ես ընդհանուր կասեմ թե ինչ խախտում է, առանց կանդրադառնալ։ Ուրեմն դատական սխալները դրսևորվել են հետևյալ կերպ։ Առաջինը, որ խախտվել են դատության կանոնները։ Երկրորդը քրեական հետապնդման դատարանացման համար հիմքերի առկայության դեպքում դատարանը չի դատավորել քրեական հետապնդումը։ Խախտվել է արդար դատականության սկզբունքը։ Սխալ է մեկնաբանել կրկին անգամ դատվելու սկզբունքը։ Խախտվել է պատշաճ ապացուցման սկզբունքը, խախտվել է անորոշության կանխավարկածի սկզբունքը, խախտվել է մրցակցության սկզբունքը, հաստատվել է անորոշ մեղադրանք առարկայազրկով արտադատականության վերաբերյալ։ Դատանը փոխել է մեղադրանքի փաստական հիմքը եւ ինքն է ձևավորել նոր մեղադրանք։ Կիրառել է քրեական օրենսգրքի 422 մասը, որ երկրորդ չէ կիրառման, խախտել է մարդու իրավունքների եւ ինքնարազատության պաշտպանության մասերի հաշվին կոմերցիալ երաշխավորված ազատ խոսքի եւ կրոնական իշխանության խտրականության արգելք իրավունքներ։ Եվ հերթով փորձենք անդրադառնալ դրանց։ Առաջին խախտումը դա ընդդիմության խախտման մասը։ Ուրեմն դատավճիռում դատարանն մասով նշել է մեր Պաշտպանական կողմի մյուս պնդումներին, մասնավորապես նկատության հետ կապված վեճին, ինչպես նաև ապահովության թույլատվության վերաբերյալ հարցերին, դատարանը չի անդրադառնում, քանզի նշվածների վերաբերյալ դատարանը իր 2025 թվականի օգոստոսի 15-ի եւ 25 թվականի օգոստոսի 25-ի արձանագրական որոշումները արտահայտել իր դիրքորոշումը, իսկ պաշտպանական կողմի հակառակի մասին պնդումները վերադաս հացանի լուսման հարցերից չեն ստացվում։ Դա ես մոտեցում եմ անգամից հասկանալու է, թե եթե առաջացյալը լուծման հարց չի, ոնց կարա վերադասացանի լուծման հարցն է։ Սրանք ինչ որ բարձրացնեն իր լուծման հարցը, հետո հիմնավորությունը վերադասի դարձ։ Գտնում ենք, որ դատարանն իրականում ցուցաբերել է նշված հարցը քննարկելուց եւ արտադրություն իրականացնելուց։ Այս փաստը ինքնին գալիս է վերացնելու պաշտպանության կողմի դիրքորոշումը դատության կանոնների խախտման մասին, քանի որ դատարանը դատարանությունը որևէ առանձին փաստարկում չի կատարել, ապա վերաքննիչ դատարանն ենք ներկայացնում դատականության ընթացքում դատարանի կողմից միջնորդության քննարկելու ժամանակ հնչեցած մտքերի եւ ընդդատության կանոնների վերաբերյալ պաշտպանության կողմի դիրքորոշումները։ Այսինքն, երբ որ ասում արձանագրական որոշում է կայացել, այդ ընթացքում որոշակի մտքեր էր ասում, որոնք որ մենք դիտարկում որպես պատճառաբանություն, որովհետեւ ասում է, որ այն ժամանակ անդրադարձել։ Պատասխան դատարան, քրեական դատավորության օրենսգրքի 296 առաջին մասի 10-րդ կետի համաձայն դատական ակտը անհրաժեշտ է ներկայացնել դեկաման, եթե խախտվել է ընդդատության կանոնները։ Այսինքն սա այնպիսի հիմնարար խախտում է, որ նույնիսկ մեղադրանքի հիմնավոր ինչ ուսումնալի ընդդատությունը խախտեց նրանք ինչ դեկաման ենթակա։ Այս գործությամբ պետք է մոդելական այս հարցին, որտեղ առաջին կետից ամբողջ վարույթի իրականությունը արտադրությունը պետք է քննարկվի։ Սույն գործով դատարանն ակնհայտորեն խախտել է ընդդատության կանոնները, քաջ դիտարկելով այդ հանգամանքը եւ քաջ դիտարկելով օրենքի ուժով դա իր կողմից իրականացած ամբողջ դատականությունը դարձնում է անօրինական։ Միևնույն է, ինչ որ անհավատալի ուժ դատավորից թույլ չի տվել, որ այդ քրեական խախտումը թույլ չտա։ Եվ մենք բոլորս գիտենք, որ օրենքի համաձայն ոչ ոք չի կարող զրկել իր գործը այն դատարանի իրական դատավորի կողմից տնելու իրավունքից, որոնց ընդդատությանը կանդիդատացումն անդրադառնաց է օրենքով։ Հիմա կոնկրետ փորձենք հասկանալ ինչի անդրադարձությունը խախտած։ Ուրեմն օրենսգրքի 261 հոդվածի համաձայն առաջին հայցյալի իրավարության դատարանին ընդդակել են այն բարիքները, որոնք վերաբերում են ուշադրություն այդ դատարանի դատական տարածքում ենթադրաբար կատարված հանցանքներին անկախ քննչական ենթակայության կանոններից։ Երրորդ մասում նշում է, եթե միջդատական բանտի ընթացքում հնարավոր չի եղել պարզել սույն հոդվածի առաջ եւ երկրորդ մասերի նախատեսած ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում գտնվում է միջդատական բարիքով նախաքննական նստավայրը։ Հիմա 15/0/2025 թվական դատական դիսկում պաշտպանության կողմից համապատասխան ապահովները հիմնավորել է, որ սույն քրեական գործ ընդդատյալ չէ Երևան քաղաքի կանոն գրավության քրեական դատարանում։ Մասնավորապես հայտարարվել ու համապատասխան ապահովները հիմնավորել է, որ մեղադրանքում նշված խոսքերը, որոնք համարվում են ենթադրյալ հանցագործություն, գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապայանը հնչեցել է Գյումրի քաղաքում։ Այսինքն մեղադրանքի կողմից որպես հանցագործություն որակված քաղաք կատարվել է Գյումրիում։
Ոստի սույն քրեական գործ տնտի է Շիրակի մասին հանրավասության դատարանը։ Սա պարզ, մաքուր կանոն է։ Այն դատարաններում, որի տարածքում հարավի կատարվում։ Նշված փաստը ապացուցել է նաև երկու լրատվամիջոցների Գալաթիվի և News AM գրությունների հիման վրա, որտեղ նշել են թե բացատրությունները որտեղա վերցնել, որ տարածքում է, դրանք Գյումրի։ Նշվածից ելնելով միջնորդություն ենք ներկայացրել քրեական գործը ուղարկել ստնդատության, մեղադրանքի կողմի պատասխան հայտարարել է, որ իրենք այլ կարծիք ունեն, որ իրենք համարում են, որ ոչ թե արարքի կատարման վայրը այդ խոսքերը հնչեցնելու վայրը քաղաքն է, այլ քանի որ այդ մտքերը տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ուստի այն շնորհումները բավականին լայն շրջանում ունի, հետևաբար այն կատարվել է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ պետք է կարծում եմ քննարկման առարկա դառնա, ընդհանրապես այս միտքը, եթե սա ընդունելի է դատարանի համար, չէ՞ դատարանը մի քիչ այլ կերպ մոտեցել, բայց իսկ ինչ է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ես համարում եմ, որ երկիր մոլորակ հանցակի կատարման վայրը, որովհետև համացանց ինքը ամբողջ աշխարհում եկա և տարածվել է ամբողջ աշխարհում, ինչի է Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե սա շատ պարզ վիճակ է, երբ խոսքը գնում է նախորդ քրեական օրենսգրքով հանցակի կատարման վայրի մասին հստակ նշում կա, օրենսդրական ձևակերպում կա, որտեղ ասում են, որ հանցակի կատարման վայրը կոնկրետ այն վայրը, որտեղ կատարվել է հանցավոր գործողությունը կամ անգործությունը, կամ վրա է ասել հետևանքը։ Հիմա հետևանքը վրա հասնել է այն դեպքում, երբ որ նյութական հանցագործում։ Իսկ երբ որ մենք գործում ենք ձևական հանցագործումի հետ, այսինքն այն արարքը, որը որ հանցագործությունն կատարվեց, գտնի այդտեղ հանցակի կատարման վայրը։ Ես այս տարածական մեկնաբանություն, որ Հայաստանի Հանրապետությունն է, ես կարծում եմ, որ սա ընդհանրապես եւ իրավական, սա գիտեք, որ դեպքերի համար կարող է լինել, երբ որ խոսք է գնում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված դեպքերի հանրապետության եւ Հայաստանի Հանրապետություն պետքանի թե չէ։ Եվ նոր քրեական օրենսգրքում հենց կոնկրետ այդ մոտեցումն է դրսևորված, երբ որ հանցակի կատարման վայրի մասին խոսում է, բացառապես շեշտադրումը դրա մասինն է, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, թե այլ պետության տարածքում, որպեսզի հասկանան ով պետք է։ Բայց երբ որ խոսքը գնում է ընդդատության մասին, այս տարածական մեկնաբանությունը այստեղ բացարձակապես կերտվում, բայց դրանք կարծում եմ ավելի խորը սա կանրադառնա։ Այլ կերպ ասած, մեղադրանքի կողմը ևս չհերքեց, որ մեղադրանքում նշված խոսքերը, որոնք համարում են հանցագործություն, Միքայել Սրբազանը հնչեցել է Գյումրի քաղաքում եւ այնտեղ է կատարվել դրանց տեսագրումը, սակայն այլ մեկնաբանություն ունեին արարքի կատարման վայրի մասով, որն ըստ մեղադրանքի կողմի Հայաստանի Հանրապետությունն է, որպեսզի բազմին գծեք, էլի, իրենք չեն հերքել եւ չեն կարծում չեն հերքելու, որ հնչեցվել են խոսքերը Գյումրիում։ Բայց իրենք ասում են, հնչեցնելը քիչ է, արարքը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մեղադրանքի կողմը բառ անգամ չասաց այն մասին, որ ներսագրվող արարքի կատարման վայրը նախաքննության բացահայտված չէ։ Սա ինչի եմ ասում, որովհետև երկու նոր վկայակոչեցի։ Մեկը, որ հանցակի կատարման վայրում պետք է դատարանում քննի, եւ երկրորդը, եթե նախաքննության ընթացքում չի բացահայտվել, թե որտեղ է կատարվել, այն ժամանակ նախաքննության կատարման վայրի դատարանում, այսինքն եթե պարզել, որ իրականում չգիտենք որտեղ այս արարքը կատարվել խոսքերը հնչեցվել, այդ ժամանակ քանի որ նախաքննական վայրի Երևանում էր, այո, ճիշտ կլիներ, որ Երևանում քննվի։ Բայց պետք է այդ հարցներ պարզել, բացահայտվում է, չի բացահայտվել, որտեղ է կատարվել։ Պաշտպանության կողմը հստակ ապացույցներ ներկայացրեց, որ ենթադրյալ արարքը կատարվել է Գյումրի քաղաքում, իսկ դատարանն արձանագրային որոշման մերժելով պաշտպանության կողմի միջնորդությունը, իր որոշմամբ արձանագրել է, թե իբրև նախաքննության ընթացքում ներսագրվող արարքի կատարման վայրը չի բացահայտվել։ Իր համար չէր հասկանում դատարանը, թե որտեղ է կատարվել։ Չի իր պատկերացման չի բացահայտվել։ Ընդորում այդ ընթացքում նախագահ դատարանը մեկ նախադասության մեջ մի քանի ականներ ոչ իրավական անհիմն մտքեր նշեց։ Այսպես դատարանը լսելով կողմերի կարծիքները որոշել է մերժել պաշտպանության կողմի միջնորդություն, նշելով հետևյալը, մեջբերում է։ Քննարկելով միջնորդությունը եւ արձանագրելով այն հանգամանքը, հնչյուն ուշադրություն, որ արարողության մակարդակում մեղադրական եզրակացությամբ առնվազն արարքի կատարման վայրը բացահայտված չէ, եւ տվյալ պարագայում նախաքննության կատարման վայրի դատարանն է, որ պետք է գործը քննի, ուստի պաշտպանության կողմի միջնորդությունը ըստ ընդհանրության օրակարգի մասին մերժում է։ Հիմա վերաքննիչ դատարանի ուշադրությանն են գրավիրում այս մեկ նախադասության մեջ դատարանի նշած հետևյալ ձևակերպումները։ Արարողության մակարդակում մեղադրական եզրակացությամբ առնվազն արարքի կատարման վայրը բացահայտված չէ։ Այս է իրականությունը։ Նա ցանկանում ենք հիշեցնել, որ գործի ճիշտ ընդդատության հարցի որոշումը քրեական գործի քննության ամենաառանցքային հարցերից մեկն է,
Ոստի պարտական չէ, որ օրենսդիրը սահմանել է, որ այդ հարցը պարտադիր պետք է քննարկի այս նախնական դատավարությունների ընթացքում, հենց բացարկում ինքնաբացարկի հարցերը լուծելուց անմիջապես հետո, քանզի եթե գործի ընդդատությունը սխալ է որոշվել, ապա ինչ որոշում է դատանը կայացնել, այն չի կարող համարել օրինական եւ պարտադիր եկամտական։ Ավելին, նման պայմաններում խախտում է մեղադրյալի արդար դատականության հիմնարար իրավունքը, որը կողքորեն խախտել է դատարանը, ինչն իր հերթին կարգապահական պատասխանատվություն ընդհանուր ակնհայտ է, իսկ ընդդատության կանոնների դիտավորող խախտման վերջնական դատական ակտը համարվում է ակնհայտ անարդար, որի համար նույնիսկ քրեական պատասխանատվություն է նախատեսել։ Հենց այս ամենից ելնելով էլ դատանը պետք է որ քաջատեղի ակնի, որ արգելական գործընկերության հարցը չի կարող մեղադրական եզրակացությունն առերևույթության մակարդակում ուսումնասիրելու միջոցով լուծել, քանզի դա հստակ լուծվող հարց է կոնկրետ փաստական ծրագրերի հիման վրա։ Այլ կերպ ասած, այս նախագահ դատավորի ոչ թե դատարանը, այլ մեղադրական եզրակացությունը կազմող քննիչը ու այն հաստատող դատախազն է որոշում, թե քրեական գործը որ դատարանն է ընդդատել։ Քանզի յուրաքանչյուր դեպքում իրենց կողմից կազմված մեղադրական եզրակացությունում քննիչն ու դատախազը սխալման կամ դիտավորյալ կերպով կարող են ենթադրել արարքի կատարման իրենց նախընտրած վայրը նշել, կամ դատարանը ընդհանրապես չնշել, եւ հասնում ըստ նախագահ դատարանը պետք է ղեկավարվի նրանց նշածով կամ չնշածով, այլ ոչ թե որպես բարդ իրականացնող մարմին ուսումնասիրի բարություն գտնող քրեական գործի նյութերը եւ դրանց հիման վրա որոշում կայացնի։ Շատ բարձր չէ, պատկերացրեք նախաքննական մարմինը ուզում է, որ Երևանում կա։ Մեղադրականը չի գրում որտեղ է կատարվել, կամ սխալ է գրում, որ Երևանում է կատարվել։ Հիմա այս դատավորը ընդհանրապես մեղադրական եզրակացություն պետք է թերթի, դες առերևույթության մակարդակում ասում, այստեղ դրացա որ Երևանում է, ու համարի որ ընդդատության հարց է, ցել բարույթ իրականացնող մարմին, արդարադատություն իրականացնող մարմին, ինքը պետք է դրա քննիչը ինչ մտել, որ ինքը որոշի։ Եթե էսա դատարանի պատկերացած արդարությունն ու արդարադատության իրականացումը, ես չեմ պատկերացնում դրանց հետո ինչի մասին պետք է խոսենք։ Հիմա վստահ որ նման կերպ գործող դատանը չի կարող համարվել անկախ, անաչառ եւ օրենքի հիման վրա ստեղծված դատարան։ Ավելին, պրակտիկայում բազմաթիվ մեղադրական եզրակացություններ են դարձել, որոնցում ընդհանրապես որևէ նշում չկա մերսագրելու արարքի կատարման վայրը վերագրել։ Եվ միթե որպես դատավոր նախագահ դատավորի համոզմունքն այն է, որ այդ բոլոր դեպքերում պետք է ասի, թե ենթադրյալ հանցանքի կատարման վայրը պարզ չէ, ուստի գործ ընդդատի է նախաքննության կատարման վայրի կատարանը։ Եվ այս ամենից հետո դատանում պաշտպանության կողմից հետևյալ հրաժարական հարց է հնչեցվել մեջբերումը։ Եթե նույնիսկ մեղադրական եզրակացությունը հաստատած մեղադրողը դատանում պնդեց, որ մերսագրելու արարքի կատարման վայրը բացահայտված է, դուք ինչպես եք նրա կողմից հաստատված մեղադրական եզրակացության հիման վրա եկել այն եզրահանգման, թեև հանցանքի կատարման վայրը բացահայտված չէ։ Մեղադրողը ասում է բացահայտված է, մենք ասում ենք բացահայտված է, ապացույցները կան, դատարանը ասում է չի բացահայտված չէ։ Ինչի, որ ամեն գնով պահի որ ինքը քննի, մենք էլ ասում ենք, դուք աշխատված եք, ամեն ինչ անում եք, որպես գործը պահի ձեր բարությունը, դուք էլ ասեք, թե ինչ եք դա անում, դրան հետո առանձին եք անդրադառնալ։ Հաջորդ հանգամանքը, այսինքն այս ամեն ինչից պարզ է, որ մենք գիտենք, թե որտեղ է կատարվել, նախաքննության պահից սկսած դա պարզ է, որ Գյումրին է, հետևաբար Գյումրի դատարանը։ Եթե նույնիսկ դատարանի կարծիքով, ասենք նախաքննության փուլում ինքն էլ ասում է, որ բացահայտված չէ սառնումով, մենք նաև հակառակ մոտեցումն ենք այստեղ ներկայացնում։ Տեսեք, դատարանը հանգում է կատարել քրեական դատավարության օրենսգրքի 261 մասին, որի համաձայն եթե միջդատական վարույթի ընթացքում հնարավոր չէ որ բարոյություն հոդվածի առաջին երկրորդ մասերը նախատեսված ենթադրյալ հանցանքերի կատարման վայրը, ապա մեղադրական քննում է այն դատարանը, որ շատական տարածքում է գտնվում միջդատական վարույթի իրականացման նախաքննական բազին նստավայրը։ Այլ կերպ ասած, ընդդատության հարցը լուծող դատարանը ոչ միայն պետք է քրեական գործընթացը պարզել, թե արդյոք միջդատական վարույթի ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցանքի կատարման վայրը, այլ նաև եկել այն համոզման, թե իբրև ենթադրյալ հանցանքի կատարման վայրը չի պարզվել, ապա պետք է նաև ուսումնասիրել, թե արդյոք այն պարզելու ուղղությամբ միջդատական վարույթը իրականացման միջոցներ ձեռնարկել է թե ոչ։ Ավելի պարզ։ Այսինքն օրենքը ասում է, եթե հնարավոր չի եղել պարզել, մենակ այն որ չեն պարզել, դա քիչ է։ Ու պետք է հնարավոր չլիներ պարզել։ Հիմա դատարանը պետք է մի հատ ներել, ինչ են արել, որ չեն պարզել։ Ամեն ինչ օրինակ տեսեք, մենք ընդհանրապես վար դերություն ենք բերել, այդ համապատասխան լրատվամիջոցին, որտեղ ձևացած թե որտեղ է կատարվել։ Բայց նախաքննության փուլում էլ իրենք գիտեն որտեղ է կատարվել։
Այսինքն այս ամբողջը պարզ է։ Հիմա դատանի ոչ միայն որ չի պարզվել, այլ հնարավոր չի պարզվել։ Այս հանգամանքը դատանը ընդհանրապես անտեսել է, որովհետև ուշադրության չի արժանացել։ Ակնհայտ է, եթե գալիս ենք հետևության, որ որևէ բան հնարավոր չի եղել պարզել, ապա դա նշանակում է, որ այն պարզելիությամբ հաստատապես ինչ-որ գործողություններ, ավելի բոլոր հնարավոր գործողությունները կատարվել են, սակայն հնարավոր չի եղել պարզել։ Դատանն այս մասով ընդհանրապես ոչինչ չի հայտնել, որպես կայացված արձանագրային որոշման հիմնավորում, դրա մասին որևէ նշում չկա նաև դատանջը։ Հաջորդը, մի բան պայմանականորեն ընդունել, որ դատանը ճիշտ էր իրային հետևությունների հարցում, թե իբրև կարող է մեղադրական եզրակացության ուսումնասիրության առավելության մակարդակում որոշել, որ արարքի կատարման վայրը բաց չի եղել։ Համարենք, լավ, իրավաբանության մեջ նման բան կա, դատանը մեղադրական եզրակացությունը պետք է նայել ու տեսնում, այնտեղ չկա գրած, բաց չի, ասում է այսպես է։ Այս դեպքում հատուկ ուշադրության է արժանի օրենսգրքի 314 որի համաձայն, եթե նախնական դատալսումների ընթացքում դատանը պարզում է, որ վարույթ իրեն ընդդատյա չէ, ապա որոշում է կայացնում այն ըստ ընդդատության փոխանցելու մասին, նշելով նման որոշման իրավական հիմքերը եւ այն դատանը, որին ուղարկվում է վարույթը։ Այս առումով հենց նախնական դատալսումների ընթացքում պաշտպանության կողմը դատանին ներկայացել չափ քեմիկալ սպկերության, գալացիդին հստերության 04-2025 դրությունը, որտեղ գրված է, մեջբերում է։ Ի պատասխան ձեր 04-025 թվականի դրության հայտնում է, որ 2024 թվականի փետրվարի 3 իշխանությունը փոխելու 3 տարբերակ կա, 3-ն էլ անհնար է, միակ փրկությունը հասկանալ, որ հիվանդ ենք, վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում։ Իսկ մյուսը եւ լրատվական վերլուծական գործակալության կողմից 12-025 թվական տրված գրությամբ հայտնվել է հետևյալը։ Ի պատասխան ձեր օգոստոսի 11-ի հարցնամը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 21-ի լեբրեցուն կարգավիճությունների պատճառը կուսակրության ուղղը խախտելն է եղել, Միքայել Սրբազան վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրի քաղաքում հայ առաքելական եկեղեցու շիրակետի առաջնորդարանում։ Նշվածից ելնելով, կրկին հերեկոյական հարցեր են հնչեցրել, եթե անգամ միջնորդական վարույթում հնարավոր չի եղել պարզել ենթադրել անձնի կատարման վայրը։ Նախնական դատալսումների ընթացքում վերնշված փաստաթղթերի հիմանորով դատանը պարզեց, որ դրանք կատարվում են Գյումրի քաղաքում, թե չպարզեց։ Ի վերջո իր համատը պարզեց, թե չէ։ Եթե պարզեց, ապա ինչու չղեկավարվեց իր համար պարտադիր իրավական նորմերով եւ գործը չուղարկեց ըստ ընդդատության։ Այլև որ անօրինական կարգով այն պայծի վարույթում, որպեսզի անձամբ դառնի այն։ Ինչ շահագրգռվածություն ունի նախագահի դատավորը այս հարցում։ Ինչպես արդեն նշվել է, ընդդատության կանոնների խախտումը հանգեցնում է ամբողջ դատաքննության անօրինականության, իսկ անօրինական դատաքննության արդյունքում որևէ մեկը չի կարող մեղավոր ճանաչել հանցանքական տարվելու համար։ Հենց այս ակնհայտ խախտումները թույլ տալու պատճառով էլ պաշտպանության կողմի մոտ օբյեկտիվ եւ հիմնավոր կասկածներ առաջացան, որ նախագահը դատավորն ինչ-ինչ հանգամանքներով, դա կլինի վախ, կաշկանդվածություն, հանրարարություն, թշնաման եւ այլ հանգամանքներ կամ համոզմունքներ, պայմանավորված հատուկ ցանկանում է, որ սին գործը շարունակի մնալ իր վարույթում եւ ինքը քննի այն, ինչի հետ էլ կապված նրան բացահայտեցին, որը սակայն դատանը վերջեց այն հիմնավորմամբ, թե իբրև դատանի կողմից կայացած որոշումները չեն կարող դերել բացահայտել։ Այսինքն այս ընդդատության հետ կապված հարցը, որ ինքը արդեն է սխալ ուզում, սա մենք որ տեսնում ենք, որ հատուկ ուզում է պահի իր վարույթում գործը, մենք սա չենք կարող բացահայտել։ Այնինչ եվրոպական դատարանի հենց կոնկրետ մոտեցումներից եւ դատավորների խարծեր կոնկրետ մոտեցումները դրա մասին է, որ եթե պարզ է դառնում է դա օբյեկտիվ չափանիշի ներողություն, սուբյեկտիվ չափանիշի վերլուծության համար է, երբ որ տեսնում ես, որ դատանը այնպիսի գործողություններ է անում, որը ուղղված է գործի վարույթում պահելու, սա արդեն իսկ կոնկրետ սուբյեկտիվ կանխավարկածի մասին է խոսում եւ այս դեպքում բացառքի հիմք է։ Այս էլ կոնկրետ այս գործողությունն է, որը պահում են իր վարույթում, որ մենք սա ոչ չկրենք, բայց ընդ որում ցանկանում ենք ընդգծել, որ եվրոպական դատարան նշել է, տեսեք, որ դատավարության մասնակցի տպավորությունը օբյեկտիվ կանխարգելության վերաբերյալ պետք է առաջացնի իրավական հետևանք անկախ ուստի էական չէ, թե արդյոք դատավորի մոտ իրականում բացակայել է կանխարգելությունը, այդ իմաստով բողոքաբեր է պարտավոր չափացել կանխարգելության փաստացի արկայությունը։ Որոշիչ այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է օբյեկտիվորեն արդարացված համարվել։ Հատուկ ցանկանում ենք նշել, որ այս բոլոր հիմնավորումների մատնանշման պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթում հատուկ միջնորդել է այս հիմքով Քրեական օրենսգրքի 422 հոդված երկրորդ մասի երկրորդ կետով առաջադրված մեղադրանքում հռչակել Միքայել Սրբազանի համերությունները կայացնել արդարացման վերդիկտ։ Ընդ որում,
Պաշտպանության կողմը վստահ է, որ դատանը չի կարողանալու հերքել այս անվիճելի հիմնավորումները, ուստի գրավոր ներկայացած եզրափակիչ ելույթում այս մասով հավաստուկ նշել եք նաև հետևյալը, մեջ բերում եմ։ Եվ քանի որ ընդդիմության կանոնների խախտման վերաբերյալ այս փաստարկները հերքող որևէ պատճառաբանություն դեռևս չեք նշել, եւ քանի որ վստահ ենք, որ դատանը փորձելու է խուսափել այդ հանգամանքների խորությամբ անդրադառնալուց, քանզի որևէ կերպ չի կարող հերքել դրանք, ուստի կրկին հատուկ ընդգծում ենք, որ այս փաստարկներից յուրաքանչյուրը պատճառաբանված կերպով դատանի կողմից չհերքելը դիտարկվել է որպես արտադրություն իրականացումից խուսափում, իսկ նման պայմաններում կայացած մեղադրական վերդիկներ լինելու անհետ անաստատական փակ, քանզի այս փաստերը շատ ակնհայտ են եւ բացահայտ ներկայացել են դատարանում։ Որպես դատանի կողմից թույլ տրված հետական գործառույթի խախտում արձանագրում, որ դատանը այս միջնորդության այդպես չի քննարկել, այլ դրա փոխարեն ինչպես է պաշտպանության կողմը կանխատեսել եւ դատարանությունը նշել է ընդհանուր հետևյալը։ Ինչպես նշեցի, պաշտպանության կողմից փաստական դուրներին անդրադարձել են արձանագրման որոշումներին, հետեւաբար հիմա չեմ անդրադառնում հակառակ իմաստությունները վերաքննիչ այցանի դիտման հարցը։ Տեսեք, որպեսզի միակ ընդգծեմ, այն հարցերը դատության հետ կապված որ ներկայացրեցին, ուրեմն դատաքննության ընթացքում դատան դրանց որևէ մեկին չի անդրադառնում։ Միակ բանը որ ինքը ասել է, իր պատկերացման նախաձեռնության ժամանակ չի բացահայտվել հանցանքի կատարման բանը, հետևաբար ինքը պետք է քննի։ Բայց երբ որ մենք ասում ենք, որ բացահայտված է, երբ որ դատախազը ասում է, որ բացահայտված է, երբ որ մենք ասում ենք, եթե նույնիսկ չէր բացահայտվել նախնական դատարկությունների ժամանակ բացահայտեցի պետք է ուղարկել, մի նախադասություն չկա, որ դատանը բազաբանած լինի, թե ինքը դրա մասին ընդհանրապես ինչ անհետացում։ Որտեղ բան չուներ ասել, դրանից խուսափել է, ասում է արդեն անդրադարձել են, եթե չէ, վերակնի չի կողմնակալ։ Հիմա ձեր դաշտում է դիտարկել արդյոք դատանը մասով որևէ պատճառաբանություն նշեց, թե չէ, ինչ է նշել հնարավոր թե չէ։ Ուրեմն այս համատեքստում նաև անկախ եւ անաչափ դատանի մասին խոսենք, դատանը այս ակնհայտ անհիմն հիմնավորումներից եւ ընդդիմության կանոնների խախտման քրեական գործի բարություն թողնելու եւ քննելու շահագրգռվածություն ցերերով գրավոր բացակ են դարձան դատական դատարանը։ Խոսքը գնում է հենց անկախ եւ անաչափ դատարանի մասին, ինչ վերաբերում է անաչառության պահանջին, ապա անաչառության բացակայությունը արտադրություն ստուգում է երկու տարբեր չափանիշներով, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կանխատեսության չափանիշներով։ Եթե առաջինը վերաբերում է դատավորի անձնական վարքագծին, որը կարող է դատավորության մասնակցին ստեղծել տպավորությունը դատավորի անաչառ չէ, ապա երկրորդը օբյեկտիվ կանխատեսության թեստը ենթադրում է, որ այն ժամանակ, երբ որոշում է թե արդյոք տվյալ դեպքում առկա է որևէ կոնկրետ դատավորի մոտ անկողմնակալության բացակայության մասին մտավախություն ունենալու որևէ իրավականին, տվյալ տեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ է այն հանգամանքը, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն արտահայտված։ Ես որոշ այստեղ ձևակերպումներ բացկտորեմ ժամանակը խնայելու համար, բայց հետևյալի վրա կանդրադառնամ։ Ուրեմն եվրոպական դատանը Կիպրիանով գնդես Կիպրոսի գործով արձանագրել է, որ սուբյեկտիվ թեստ կիրառելիս դատանը հետևողականորեն իր որոշում է արտահայտել, որ առկա է դատավորի անձնական անաչառության կանխավարկածը, քանի դեռ հակառակի ապացույց ներկայացված չէ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է անաչառության բացակայությունն ապացուցում, եթե օրինակ ուշադրություն է դարձնում, թե արդյոք դատավորը թշնամանք կամ անբարյացականություն է դրսևորել, կամ ուշադրություն արդյոք այնպես է դրսևորել, որ իր անձնական նկատառումներից ելնելով տվյալ գործը հայտնվի իր վարույթում, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Սա հատուկ հարց է, թե արդյոք կա այսպիսի փաստեր, որը կայմա որից արություն հայտնվի կամ մնաց, պատահել չի գալուց հետո պահեզ է ստեղծան այդպիսի հանգամանքը։ Տեսելի որս մասը խորճատան, դե մենք գտնում ենք պատվաժան դատարան, որ դատարանը իր այս գործողություններով, ինչպես նշեցի, այնպես արել, որ այդ գործը մնայի վարույթում եւ այս դատության հետ կապված հարցը անկախության, անաչառության, բացակայության հետ կապված հարցեր համակցության մեջ կարծում ենք, որ ամբողջությամբ ինքնին հիմք է այս ամբողջ դատական ակտը պետանալու։ Այս առումով մենք ոնց որ առաջի խախտումը փորձենք ամփոփենք եւ սկսենք քննարկել։ Լավ, պարոն Սարգսյան, այդ քննարկվում հանցակազմի հետ կապված։ Այն որ հանցանումը ձևական հանցակազմ է քննարկման առարկա չի, բայց ավարտի պահը ըստ հանցակազմի որ պահին է, ոսկերը հնչեցնելու, ոչ հնչեցնելու պահին, թե հաստատի հրապարակում։ Դրանով էլ է պայմանավորված նաև հանցանքի կատարման վայրի որոշումը այդ մասով ձեր տեսակետը։ Ինչպես է, Ձեր հարցը միանգամից ընտրնելով ուզում եմ շատ առաջ գնալ։
մենք ում ենք հիմա քննարկում հանցանքատարը Միքայել Սրբազանը թե Գալաթիվի թե Նյուսեյը իսկ Միքայել Սրբազանը հրապարակել է Միքայել Սրբազանը ոչինչ չի հրապարակել է Գալաթիվի Նյուսեյը Մենք հիմա անձին իր գործողությունների եւ անգործության համար պետք է որոշենք հանցանքատարը թե չէ Այսինքն ուզում ենք հետևյալը ասենք որ եթե Գալաթիվին ինչ էր հրապարակում ընդհանրապես օրենսդրական չէր Ճիշտ եմ հասկանում, ես հրադորական եմ ասում, ուրեմն ոչ մի արարք չկա։ Արարքը իր այս խոսքի հրապարակումն է, որ իր կամքից անկախ է։ Հետևաբար այս առումով ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք ձևական հանցակազմի մասին, ձևական հանցակազմը կոնկրետ գործողության եւ անգործության կատարումը չկատարում եւ անձը պետք է գիտակցի այս գործողությունը։ Ինքը սա ասել, սանով ավարտվել եթե հանցանք Դրանց հետո, իսկ եթե պայմանական ասենք, օրինակի համար լրատվամիջոցը տանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակել, այս տեսանյութը, ինչ ենք անելու։ Ամբողջ իմաստը նրանում, որ մենք պետք է կանանցի գործողությունների մասը դիտարկենք մեկ, եւ արարքի ավարտման պահը նորից եմ ասում, իր գործողությունները կատարելն է, թե դրանց հետո երբ հրապարակվեց, որտեղ հրապարակվեց, ում համար հրապարակվեց, իսկ կարող Գյումրիի համար։ Եթե մենք այդ դաշտ մտնենք, մեր համար ծայրահեղ դժվար կլինի այս հարցի հետ կապված հակադատականության մասին որոշ խոսել։ Եթե սպառեցի պատասխանը լավ է, թե չէ ավելի մանրամասն հարցերով պատասխան։ Ի վերջո, ձեր ընկալմամբ այդ արարքը ենթադրյալ, որ մենք սակրում է թե պաշտպանել։ Երբ ավարտվեց։ Իմ ընկալմամբ ավարտվեց կոնկրետ իր արարքը, երբ որ ինքը արարքը կատարեց։ Իրենից դուրս կատարված գործողությունները իր դիտավորության մեջ չեն կատարվել։ Հարցազրույցը տալով ավարտվեց։ Այո, թե դրանց հետո որ ինչ արել, եթե իր դիտավորության մեջ չի մտնում, իր գործողություններով դրան չի նպաստում, հետևաբար չկարող հեսագել իրեն։ Այլ ամեն գործողության համար չեն կարող հեսա բազանում, որովհետև մեղադրանք ներկայացնել։ Տվյալ դեպքում այլ անձը լրատվական կայք։ Այսինքն վերահսկելի չի վերաբերյալի Այսինքն որ օրինակի համար չգիտեմ, ինքը չի ուզում հրապարակել, դեն որում ես մի փոքր առաջ պատական չի, որ մենք պատականության ընթացքում ես հարցը խիստ ուշադրության են դարձնում, իրենք ասում են սա հարցազրույց է, մեղադրանքում են ասում, սա հարցազրույց է, մենք ասում ենք, որ սա հարցազրույց չի, սա քննարկում է Քելոս տեղանի շուրջ, Գյումրի քաղաքում, կոստած քննարկում է եղել, որի ընթացքում լրատվամիջոցները նկարանում է։ Այսինքն Միքայել Սրբազանը երբ որ հարցազրույց տա, այստեղ գուցե ինչ-որ քննարկումներ ունենան, որոշակիորեն։ Իսկ հարցազրույցը կոնկրետ հենց նա է, երբ որ լրատվամիջոցը գալիս է հարց ասանից պատասխան ակնկալելու մասը։ Բայց եթե մենք հիմա այստեղ քննարկում ենք, այս քննարկման ժամանակ ինչ-որ լրատվամիջոց նկարում է, դա չի շարժվում հարցազրույցը։ Դա դատանում հանդես են գալիս ելույթով։ Եվ այդ ելույթը տեսանկարահանվում ու հրապարակվում է։ Իսկ որ դուրս գան դատանի դալիճից դուրս ինձ գան հարցեր կան, հարցազրույց կլինի արդեն դա։ Այստեղ անձի դիտավորության, այսինքն Միքայել Սրբազանը չէ կարող ասել, մի հրապարակել եւ այլն։ Հետևաբար այս առումով ես կարծում եմ, որ այն գործողությունները, որի դիտավորությունից դուրս են, չեն կարող ներառվել, բայց մի կարևոր բան էլ ասեմ, փորձելով կանխատեսել, էլի։ Ես խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել, որ ձեր հարցը ինչ որ տալիս է, դատարանը այդպիսի բան չի ասել, այս շատ կարևոր բան է։ Նույնիսկ եթե ես չգիտեմ վերաքննիչ դատարանը ինչ որոշ, եկեք պատկերացնենք, որ վերաքննիչ դատարանը դեպքում է, որ գիտեք ինչ կա, ավել ոնց որ մեղադրանքի կողմն է ասում, Հայաստանի Հանրապետությունն է հասկանում։ Այս դատարանը այդպիսի բան չի ասել, դատարանը ասել է բացահայտված չի։ Այս պետք է դատարանի այդ որոշման հիմնավորվածությունների համատեքստում գնահատենք, տեսնենք ընդհանրապես այս առումով ճիշտ է թե չէ։ Շնորհակալություն հասկանալու է ձեր դիրքորոշումը։